Մի պահ պատկերացրեք, ըստ վիճակագրական տվյալների աշխարհում դիջիթալ նոմադների թիվը հատում է 1 միլիարդը, իսկ դա կազմում է մոլորակի աշխատունակ բնակչության ոչ ավել, ոչ պակաս 34%-ը։ Բավականին գլորիկ թիվ է, այնպես չէ՞։ Ողջույն, ես Նարի Հակոբյանն եմ, հեռավար աշխատանքի քո խորհրդատուն։ Այսօր ներկայացնելու եմ հետաքրքիր փաստեր կապված դիջիթալ նոմադ ստատուսի հետ, այնպես որ հարմարավետ տեղավորվիր եւ բաց մի թող ամենահետաքրքիրը։ Կարճ հիշեցնեմ, որ դիջիթալ նոմադ ստատուսով մարդիկ բնակության մշտական վայր չունեն։ Աշխարհը հենց այն վայրն է, որտեղ նրանք անցկացնում են իրենց կյանքը եւ անդադար շրջագայում։ Համացանցի օգնությամբ նրանք կարող են աշխատել երկրագնդի ցանկացած կետից եւ բնականաբար վայելել կյանքի բոլոր գույները։ Եվ այսպես, գնացինք։ Առաջին դիջիթալ նոմադ ստատուսով մարդն ամերիկացի ծրագրավորող Ստիվեն Ռոբերտսն է։ 1983-ին նա թողեց գրասենյակային աշխատանքը, վերցրեց իր հին համակարգիչը, հեծանիվ նստեց ու մեկնեց շրջագայելու։ Ճանապարհին նա սկսեց գրել։ Իր ստեղծագործությունները հրատարակիչներին Ստիվեն Ռոբերտսն ուղարկում էր ARPANET-ի կամ ասել է թե ներկայումս համացանցի նախահոր միջոցով։ Աշխարհում հայտնի ամենատարեց դիջիթալ նոմադները Մայքլ եւ Դեբի Քեմբլներն են։ Մայքլը մասնագիտությամբ սպորտային գործակալ, Դեբին գրաֆիկ դիզայներ։ Դիջիթալ նոմադ կենսակերպով նրանք սկսել են ապրել 2013 թվականից։ Օրական 8000 քայլ անելով 200 նոր վայր են բացահայտել։ Սակայն ամեն ինչ որոշվեց այն օրը, երբ նրանց դուստրը տեսավ այն երկրների ցուցակը, որտեղ ծնողները ցանկանում են լինել, բայց աշխատանքի բերումով չի ստացվում։ Ինչու հետաձգել։ Աշխատանքն ու ճամփորդությունը համատեղել իրականում հնարավոր է։ Իսկ դու ասում ես հնարավոր չի։ Ամենահայտնի աղքատ դիջիթալ նոմադ տիտղոսը իմ ամենասիրելի Walt Disney-ն է։ Նա բնակության հիմնական վայր չուներ, անդադար ճամփորդում էր, նկարում էր ծաղրանկարներ, զբաղվում էր լուսանկարչությամբ, դիզայնով, բայց համագործակցություններ գտնել այդպես էլ չէր կարողանում։ Նա երբեմն նույնիսկ ստիպված էր լինում քաղցած քնել։ Disney-ի կյանքը փոխվեց, երբ նա գտավ մշտական գործընկեր եւ դիջիթալ նոմադ ստատուսից հրաժարվեց միայն այդ դեպքում։ Այսպես էլ է լինում, այնպես չէ՞։ Ես միշտ նշում եմ, որ այս կենսակերպը բոլորի համար չէ։ Ամենածույլ դիջիթալ նոմադ ստատուսով մարդ է ճանաչվել ամերիկացի գրող, հրապարակախոս Թիմոթի Ֆերիսը։ Նա համոզված է, որ մարդը շաբաթվա ընթացքում պետք է աշխատի ընդամենը 4 ժամ։ Նա հենց այդպես էլ անում է, ճամփորդում է, գրքեր գրում, հրապարակային ելույթներ ունենում։ Ֆերիսի «Ինչպես շաբաթվա ընթացքում աշխատել 4 ժամ» գիրքը դարձավ բեսթսելլեր, վաճառվելով 1.35 միլիոն օրինակով։ Բայց ինչու ծույլ, լավ էլ աշխատասեր մարդ է եղել։ Վիճակագրությամբ ստացվում է, որ դիջիթալ նոմադ կենսակերպով ապրող մարդկանց ուղիղ 70%-ը տղամարդիկ են, իսկ որտեղ են կանայք։ Գուցե պատրաստվում են դիջիթալ նոմադ դառնալ։ Ինչ կասես։ Բացեմ մի գաղտնիք։ Դիջիթալ նոմադ ստատուսով մարդիկ խուսափում են գտնվել աֆրիկյան երկրներում եւ Աֆղանստանում։ Գուշակեք մեկ անգամից, որովհետեւ այնտեղ համացանցը շատ դանդաղ է, իսկ նոմադների համար առանց արագ համացանցի ուղակի կյանք չկա։ Եվ սահուն անցնենք հակառակ կողմին։ Դիջիթալ նոմադ ստատուսով մարդկանց թվով առանձնանում է Պորտուգալիան, Դուբայը եւ իհարկե իմ ամենասիրելի Իսպանիան։ Համացանցը կայծակնային է, միջավայրը ոգեշնչող եւ բազում հնարավորություններով։ Դիջիթալ նոմադ ստատուսով մարդկանց մասին այսօր այսքանը։ Եթե ինքդ էլ դիջիթալ նոմադ ես կամ ունես հետաքրքիր տեղեկատվություն կամ դիտարկումներ, անպայման նշիր մեկնաբանությունների բաժնում եւ անպայման բաժանորդագրվիր։ Ես մեծ սիրով խոստանում եմ ընթերցել բոլոր մեկնաբանությունները։ Իսկ ես գնամ եւ պատրաստվեմ հաջորդ բացահայտումներին։ Մինչ նոր հանդիպում։